ժամանակակից ձերով Լիանա Համբարձումյանին կարծում եմ այս հանդիպումները շատ օգտակար են եւ ուսուցիչների եւ աշակերտների համար ամեն դեպս ամեն տարի չի որ հնարավորություն է ստեղծվում հանդիպելու այս բանի ստեղծագործող գրողի հետ թերևս շատ վաղուց դպրոցում են հանդիպում ենք ունեցել մանկագիր Սուրեն Մուրադյանի հետ գրիշել սա շատ լավ արիք է անմիջապես շփվելու խոսելու մտքեր փոխանակելու հեղինակի հետ Իրին Համբարձումյանը գրողների միության անդամ է նաև բանասիրական գիտությունների դոկտոր է չեմ սպառնում չէ անգլերեն մասնագիտությամբ դասավանդում է Երևանի Հյուսովի անվան համալսարանում մի շարք գրքերի հեղինակ է վերջին նա այս անգամ բարեգործական ակցիայով է հանդես եկել եւ իր վերջին գրքից մի շարք օրինակներ եւ իր անձնական գրադարանից որոշակի գրականություն նվիրելու է դպրոցի գրադարանը ինչը ևս շատ լավ ավանդույթ է ավանդույթի կարծես թե ինքն է դերում սիրով խոսքի տալիս եմ հեղինակին Շատ շնորհակալ եմ, եթե թույլ տաք ես նստած խոսեմ, հա, երկար ենք խոսելու։ Անչափ շնորհակալ եմ ձեր ներկայության համար, սիրելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, շնորհակալ եմ պարոն Քեյանին այս շատ կարծում եմ դրվատելի նախաձեռնության համար։ Իզուր չէ, որ պարոն Քեյանը հիշեց տարիներ առաջ պարոն Սուրեն Մուրադյանի հետ ձեր հրաշալի դպրոցում մեծ դահլիճում հանդիպման մասին։ Ես նույնպես շատ մեծ ջերմությամբ եմ հիշում եւ պատահաբար չի, որ ես այդ օրը ներկա էի, բայց քիչ առաջ էլ խոսեցինք, մտքովս երևի չէր անցնի, որ 15 տարի հետո ես ինքս որպես գրող այստեղ կներկայանամ եւ Սուրեն Մուրադյանը ինձ շատ սիրելի մեկը գրական ասպարեզում էր, երբ այստեղ հանդիպման էր գալիս, ինձ զանգահարեց, ասեց կարող ես ինձ ընկերանալ, ես իրոք գնում եմ աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպման։ Ուրեմն ձեր դպրոցը այս ավանդույթը ունի եւ 15 տարի հետո չգիտեմ այդ ընթացքում եղել են ժամանակակից գրողներ թե ոչ, բայց ուրախ եմ, եթե այնուհետ առաջինն եմ, ուրեմն ուրախ եմ, որ սկզբնավորում ենք այս ավանդույթը։ Շնորհակալ եմ, որ այս գրքերը այստեղ են եւ հուսով եմ, որ ձեր աշակերտները կարդացել են այս գրքերը։ Մենք հետո կզրուցենք այս վեպի մասին, մի քիչ անհամեստորեն ասեմ, այս վեպը 2009 թվականին արժանացել է տարվա անտիպ լավագույն վեպ մրցանակին եւ 10 թվականին նոր տպագրվել է։ Ընդ որում այս մրցանակը տվել է գրողների միությունը, համատեղել այսինքն Ռուսաստանի հայերի միությունը եւ համաշխարհային հայերի կոնգրեսը Արաբիայի կավարած մի խոսքով այդ մրցանակաբաշխությանը մասնակցեց այստեղ դեռևս հանդիպել եւ այդ մրցանակը ստացավ Հիմա ես շատ մեծ սիրով պիտի ներկայացնեմ իմ անձնական գրադարանից այս 20 ամեն գրքերն ու ամսագրերը, որ սիրով եմ ձեզ նվիրում։ Ուրեմն այստեղ պատահաբար չի, որ երկու մարդի են բաժանել, այստեղ այն իրականությունը ուղղակի, որը ես հավանում եմ եւ ուզում եմ դուք ունենաք ձեր գրադարանում եւ կարծում եմ աշակերտները հետագայում եթե այդ փոքր անգյունը տեսնեն, որ Դիանա Համբարձումյանն է նվիրել, էլի կներեք, որ անհամեստ չի, ապա հաճախ կգամ եւ այդտեղից կօգտվեն եւ կտանեն իրենց տներում ու կկարդան, այստեղ Փիթեր Սուրյանի ընտրիկոտարների հետ հրաշալի գրքի թարգմանությունն է, ես պատիվ եմ ունեցել նրան լեզվաբանական համալսարանում մեր հյուրընկալելու նախաձեռնել այդ հանդիպումը, այստեղ Պետրոս Հերյանի Բեյրութի գրողի ուրեմն գիրքն է եւ այսպես անուն առանուն չասեմ, լավ վեպեր են, գրականություն է հրաշալի, իսկ այստեղ առանձնացրել եմ մի տեսակ
էգոկենտրոն ասեմ, եսակենտրոն այսպես երևի թե նպատակով, այստեղ կարելի է գտնել այն գործերը, որոնք ինձ են առնչվում, այսինքն մատենագիտական փոքրշարք կազմելու համար իհարկե բոլորը չի, բայց երևի մի 15-10 գրականության մեջ ուրեմն զետեղված են իմ գործերը, կամ հարցադրույթներ են, կամ ինձնից պատառիկներ են իմ վեպերից կամ պատմվածքներ են տպագրված եւ այլն, կամ արձագանքներ են իմ գործերի մասին։ Այս մեկը, որ ինձ շատ թանկ բան է, մունետիկն է, որի կազմողը սա լեզվաբանական համալսարանի ուրեմն անթոլոգիա է բազմալեզու ընդհանուր մասը, որի կազմողը եւ անգլերենի ու հայերենի խմբագիրը ես եմ, 4 հատորը արդեն պատրաստ է, շուտով կտպագրվի, այստեղ կարող եք տեսնել Բրյուսելի համալսարանի հրաշալի պոլիգլոտ, այսինքն բազմալեզու ուսանողների ստեղծագործությունները եւ իրենց թարգմանությունները տարբեր լեզուներով։ Սա կամուրջ ամսագիրն է, որը Թիֆլիսում է հրատարակվում եւ հիանալի Անահիտ Ոստանջյանի խմբագրությամբ, այստեղ ես պատմվածք ունեմ տպագրված։ Սա դրամատուրգիա ամսագիրն է, որտեղ տպագրվել է առայժմ իմ առաջին պիեսը։ Շնորհակալ եմ Կարինե Խոդիկյանին, գլխավոր խմբագրին, որը տպագրել է 2 տարի առաջ։ Ելք դեպիներ այս ամսագիրը հայկին ասակակիրների ժողովածու է, որտեղ ես 3 պատմվածք ունեմ։ Նոր ամսագիրը 2004 թվականին տպագրել եմ պատմվածքներից մեկը, ուզեցի այս ժողովածուն նույնպես այստեղ լինի։ 2 անգլերեն լույս տեսնող միջազգային ամսագրեր են, որտեղ երկուսում են 2 համարներում է Armenian Folia Anglistica, 2 համարներում ես ունեմ գիտական հոդվածներ անգլերենով եւ հպարտ եմ, որ դոկտորական ատենախոսությունը գրել եմ Պետագասպարյանի խորհրդատվությամբ եւ խմբագիրը այս ամսագրի նույնպես նայ։ Այս ամսագրերը նույնպես ինձ շատ թանկ ու հարազատ են, Գեղարմ ամսագիրն է, որը լույս է տեսնում Արցախում, Ստեփանակերտում եւ այս բոլոր համարներում 4 համարներն են լինում, անդրադարձեր կան եւ իմ այս վեպին եւ մասին եւ հատված, այսպես եւ հարցադրույթներ կան տարիներ շարունակ, ես սա արդեն իսկապես հպարտությամբ եմ ասում, 4-5 տարի շարունակ 1999 թվականից շատ լինեմ, 99 թվականից մինչև 2003 թե 4-ից չեմ հիշում, 4-5 տարի հրավիրվել եմ Արցախի պետական համալսարան ղեկավարելու այնտեղի օտար լեզուների պետական քննությունների հանձնաժողով ավարտական պետական քննությունների մասին է խոսքը եւ այդ տարիներին հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել, ընդհանուր մինչև գրողների, գրականագետների, խմբագիրների, որոնք շատ բարձրացնել են կազմակերպել եւ որոշ բաներ այս ամսակցում կգտնեք։ Շնորհակալ եմ նորից, որ այստեղ եք, հուսով եմ որոշ բաներ գիտեք իմ գրականությունից, ես սիրով եթե ունեք որոշ հարցեր կամ արձագանքներ, սիրով կհրաժարվեմ։ Համեցեք։ Աշակերտներից կարդացել եք որևէ բան ինձնից, հա, Համեցիկ ջան։ Ներկայացի։ Աննա Մարիամ, ես գիրքը կարդացել եմ ճիշտ ասած, բայց խնդրեի, որ մի քիչ բացատրեիք գիրքը, որովհետև չհասկացա։ Գիրքը կարդացել շատ լավ է, նստեք։ Ուրեմն հրաշալի է, որ կարդացել եք եւ ավելի հրաշալի է, որ եք հասկացել։ Հրաշալի է, այսպես ասենք, գիրքը հավանաբար անհասկանալի կարող է լինել միայն այն պատճառով, որ Մովսես Կավանգատվացուն անդրադարձող հատվածներ կան, նրա ուրեմն վեպին հայոց արևելից կողմ հանգիտեք հանրահայտ պատմավեպը եւ այդ պատմական աղբյուրը ես գործադրել եմ շատ պարզունակ ձևով, որ անգես լինեմ աղջիկս 10-ամյա պատանուն պատմվող իր հոր կողմից պատմվող հեքիաթի պես այսպես կա պատմվող նյութ է եւ եթե թույլ կտա ես մի փոքր ուղղակի այդ վեպից մի փոքր հատված հիմա կգտնեմ եւ կկարդամ ու կբացատրեմ չպատմեցիր հայրը խաղաղ ժպիտով կրկնեց հարցը Սարդենը դասի չէր եկել Անսովոր խուլ հարաճով պատասխանեց որդին եւ ինքն իրենից խռով գլուխը մտցրեց բարձի տակ։ Հայրն անգեղծորեն տխրեց որդու, Սարդենի ու մարդկության կիսած մնացած պատմության համար։ Վաղը կգա կպատմեց, մի տխիր։ Հայրը գիտեր, որ վաղը անպայման գալու է։ Միայն թե որդին Սարդենին պատմելու բան ունենա։
Տղան գլուխն ընդորց հանեց բացի տակից ու դեմքը հարցական դարձնելով շնչասպառ ասաց. «Կգաք, բաղջի ստացանն ասում էր ընտանիքով գնացել են Երևան»։ Հայրը ցնցվեց որդու դառնացած տեսքից։ Ձեռքը երկար էր Գոշոյի տղայուսը, բայց նրա միջի տղամարդն արգելեց որդուն թույլ ու ամոքնական տեսնել, ուստի զգաստացած վրա բերեց. «Գնացել են, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, հետո դու կգնաս Երևան, Սաթենին կտեսնես, կպատմես ու կհիշես, որ այսօր մի քիչ տխուր էիր»։ «Սաթենին ինձ կհիշի, հայրիկ, իմ պատմածները չի մոռանա։ Լավ, որ մոռացած լինի, ես ամենասկզբից կպատմեմ, իսկ այդ պատմությունները այն պատմություններն են, որ հայրը պատմում է կաղամկապվածու պատմությունից որդուն։ Իսկ դու ամեն ինչ կհիշես, տղաս»։ Հայրը կրկին նայեց որդու գլխի կատարին քարած երկու նոխրամած բացվածքին։ Նրա արյան երգը միավորված անգամ էլ համահրեց իրենից դուրս կախված սրի վտանգը։ Օդը, որ երերում էր տագնապով, նոսրանալու ահիտ խտացավ ու անշնչելի դարձավ։ Որդին կհիշի ինչ պատմած է, կգնա խնդրելու Սաթենին, որ պատմի կիսատ մնացած պատմությունը։ Սաթենը կուզենա լսել հեքիաթի շարունակությունը։ Սաթենի մատներն ընդարմացել էին, ձիերը կրկին քարացրով աշխարհում էին քունքերի տակ։ Սաթենը նաև գրողն է այս գրքի մեջ։ Հաստատ կհիշեմ, հայրիկ, ուզում ես ասեմ, թե Նոյը քանի որդի ուներ եւ ում որդին էր Թորգոմը, գիտեք, որ բոլորը Թորգոմից են հայրեր։ 3 որդի, Թորգոմը Հավետի որդին էր։ Հայերը ծնվել են Թորգոմից, տեսնում եք 10-ամյա երիտասարդը ինչ լավ գիտի հայոց պատմությունը, քանի որ մեծացել է հոր պատմությունների հենքի վրա։ Հիշում ես, թե Նոյը ինչ պատվիրեց որդիներին։ Միմյանց չզրկեք, իսկ դա ինչ է նշանակում, որ միշտ միասին լինեն ու իրար օգնության հասնեն, որ իրարից չբողանան, իրար ունեցվածքի աչք չտնկեն, լինում է, չէ։ Նայում ես ընկերոջը հեծանիվին ու տեսնում, քոնից լավն է, ուզում ես քոնը դառնա։ Ինչ է չբողանան, հայրիկ։ Այն ժամանակ հեծանիվ կար, հեծանիվ չկար, բայց բողանալու շատ բան կար։ Այն ամենը ինչ ունեին Նոյի որդիները, հողը, գետը, անտառը, երկինքը, արևը, լուսինը, տունը, ձիերը, կանայք, երեխաները։ Բա հողը, գետը, անտառը, երկինքը, արևը, լուսինը բոլորին է, չէ։ Տղան հոնքերը ցցրեց ճակատին ու Իսակում կոպերը ձգմքեց, որ աչքերը չփակվեն։ Չէ տղաս։ Եղբայրներից ամեն մեկը հորից ստացավ իր բաժին հողն ու գետը, անտառն ու երկինքը, արևն ու լուսինը, քանի որ ամեն մարդու տնից երևացող արևն ու լուսինը միայն իրենն են, որ ծաղկում ու մայր են մտնում իր ձիերի, կանանց ու երեխաների համար, տղաս։ Որդին խշմշում էր քրի մեջ։ Կիսաբաց պատուհանից թափանցող տաք զեփյուրը փակում էր շղարշղարակույրի զարդանախշերին ու նոր պատկերներ գտնում ապակիների վրա։ Այս օրը, որ հոր որդու համար դրասանքներով էր զարդարված, որ մի շուն լուսնահաճ ոչ մի շուն լուսնահաճ չէր տալիս։ Շները երևի գիտեն, որ հայերը պաշտել են նորած լուսինը իբրև բարի ոգու։ Երկինքներում դերերով բարի ոգիներից մեզ ինչ օգուտ։ Դու ասագոն է մի երկուսը երկրի վրա ման գան։ Տեսնես բարի ոգիները երկվանից են իմունիտետ ձեռք բերել ու ապահովագրվել մարդ դառնալու չարաբաստիկ հիվանդությունից։ Ասում են գրելիս ամեն մեկը իր ընթերցողի հետ է զրուցում։ Հենց նրան է պատմում իր պատմությունը, որ գոհացնի։ Սաթենը տեսնում է իր ընթերցողին, որ հեռվում կանգնած 10-ամյա տղեկ է, իսկ մոտերքում ցածրիկ պատին նստած անծանոթ տղամարդ։ Այստեղ հասկանալի կամ անհասկանալի ի՞նչն էր։ Նոյի պատմությունն էր անհասկանալի, թե տղայի վերջն է, ես ոչ չհասկացա։ Թեպի հավատը։ Վեպի ավարտին գլխավոր հերոսը աղանում է, ինչպես գիտեք նա բնապահպանության նախարար է, այս տղան է, որ հետագայում դառնում է բնապահպանության նախարար։ Եվ նա վաղճանքում է գնում է մեր աշխարհից, մեզնից ու մեր երկրից, որովհետև շատ կռիվներ ուներ, հանուն արդարության, հանուն իրեն հասած պատմությունների, հեքիաթների, իր դաստիարակության, հանուն ազնվության, արդարամտության, պիտի որ հաղթեր, բայց չի հաղթում, ես չուզեցի սուտ բաներ գրել այս դեպքում և հեռանում եմ ես։ Հուսով եմ մեզանում կլինեն մարդիկ, որ կդիմակայեն և հանուն արդարության պայքարում, ուղղակի հասնեն հաղթանակի և կապրեն, չեն գնա մեզ մեզ։ Այսպես է ավարտում, մի քիչ տխուր, բայց իրական։ Ապրես, որ կարդացել է, շատ շնորհակալ եմ։ Էլի կան մարդիկ, որ կարդացել են։ Ձեր կարդացել, ուղղակի կանգնեք, որ ես տեսնեմ պարզապես, ներկայացեք և խնդրեմ, ասեք։ Մելքոնյան Արիադնա։ Արիադնա, ասեք։ Ես էլի կրկին գրքի վերջաբանը չէի հասկացել, բայց հիմա ամեն ինչ բարձր է ասացրեցին։ Հա, շնորհակալ եմ։ Ինչ որ մի բան շատ ուզեք, որ դու թրթիր գազի մեջ որ կարդում եք, մի հատված գոնե հիշում եք, կամ մի զրույց, մի խոսք, մնաց մեջ, չէ՞,
Լավ, անկեղծ։ Ուրիշ։ Ոնցով եմ կարդալվել եք, շնվել եմ որ կարդացել, և ակտիվորեն ու ասմին կարդել ներկայացնել ներկայացները։ Այո, համեցիքում։ Բայց մի պատահի կարդալով ես փորձեցի հետաքրքրվել հայոց պատմության մեր առած թեման։ Ես մշտանալի մամաք նաև խոստանում հայոց արևելից կողմերի պատմությունը ներառված է։ Այո, անպայման ներառված է, Ալբանի պատմություն այդ հատվածի վերաբերյալ եւ նույնիսկ այն հատվածի, թե վաճառական բարեպաշտը ինչ մեծ գործեր է կատարել այդ կողմերից։ Այդ ուժերնային մանալ ներառված է։ Անպայման, շնորհակալ եմ հարցի համար եւ շատ շնորհակալ եմ իշխանությունում հարցնել այսպիսի մի բան, որ հենց ձեր հարցի պատասխանը հենց այնպես չասեմ, որ ներառված է, որովհետև հայրը իսկապես մտավորական հնարքի զավակ է և հայրը նրան պատմում է անընդհատ այդ պատմությունները, բնականաբար ես դրանք չակերտների մեջ եմ վերցրել և շեղատառերով գրված են, այսպիսի գրական հնարք եմ, ստեղծագործական հնարք եմ օգտագործել, ուրեմն այդ հատվածների հանդեպ եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ անպայման կա։ Օրինակ, պատահական էջ տեսա ու տեսա, որ հենց դրա մասին է, ուրեմն երազն է պատմում, որ հետ դարձյալ զրույցներից է, լավ երազ է, ասաց հայրն ու աչքերը փակեց, ապա ուշքի եկավ ու բռնելով տղայի մատները շոյեց, ասում է Սաթենի բաղաշակ եղբայրը զինվոր է Արցախում, հարազատ եղբայրը չի, բայց եղբայրն է, Սաթենն ասում է իսկական եղբայր է, ոչ մեկի չի թողնում իրեն նեղացնեն, ուզում եմ ես լինեմ Սաթենի եղբայրը, հայրը խոսքը փոխեց իր ուզած կողմը, իսկ գիտեք, որ կաղանկատվացու ժամանակ Արցախի և Ուտիքի նահանգները օգված էին Հայաստանից ու Աղվանից մասսպանության մասն էին կազմում, սա պատմական փաստ է։ Բա աղվանքը Հայաստան չէ, այսինքն տասնամյա տղեկի զարմանք է, տղան հատիկած ինի բերեց իմացած ու չիմացածը։ Կիրակոս գանձակեցուն հիշում է տղաց, ասում է, ինչ վերաբերում է աղվանքին, այնտեղ ապրողները արունակից հայեր են, այնտեղի թագավորներն ու իշխանները խոսում են հայերեն։ Համեն աղվանած աշխարհում էր գրվում հայոց գրականության մի մասը, այնտեղ կային դպրոցներ ու հայերենը պաշտոնական, կրոնական արարողությունների ու դպրոցների լեզուն էր։ Դա մեջբերում է կաղանկատվացուց։ Եվ մեր պատմիչներն ասում էին արևելյան կողմ, արևելից աշխարհ, հայոց աղվանքն էին հասկանում, այսինքն Արցախի և Ուտիքի նահանգները։ Ուրեմն երկու Հայաստան կար, հա, ոնց որ հիմա, այսինքն որտին դարձյալ իր չիմացածը ուզում էին իբերել։ Այդպես է ստացվում, միայն թե հիմա այսքան պստիկ բան է մնացել, թե Հայաստանից, թե հայոց արևելյան կողմից, աղվանած աշխարհից։ Պարտավը, որ աղվանքի մայրաքաղաքն էր, գտնվում էր մեծ հայքի Ուտիկ նահանգում, իսկ հիմա նրանից ավերակներ են մնացել։ Բայց հարավում մի աղան կա, որ կոչվում է Բարդա, ինչպես գիտեք, հենց նույն Պարտան է, ոնց որ ասես Պարտա, չէ Արտո։ Տղան մտքերի մեջ ընկած, մեծավարի հարաճեց ու հարցրեց. հայրիկ, իսկ հիմա Արցախը Հայաստան է, թե Հայաստան չէ, բայց հայոց աշխարհ է, տեսնում ես, պատմությունը կրկնվում է։ Ուրեմն մի օր Հայաստան կլինի, չէ, եթե պատմությունը կրկնվում է։ Հայրը ուսերը թոթվեց ու աչքերը փակեց, տղան լուր ու սևեռուն նայում էր Արաստանի անկնում փոփոխվող լույսի ու ծերի խաղին։ Ուզում եմ պատասխանեցի ձեր հարցին, շնորհակալ։ Համեցեք։ Ես հասկացա վերնագրի և բովանդակության մասին։ Ահա, հրաշալի հարց, ապրես կանեն ջան, նստի։ Ուրեմն Աստծո բնակեցրած երկրում Ինչպես տեսակ, Նոյի երկիրն է Հայաստանը և միայն մենք չէ, որ ասում ենք, պատմությունն է ասում և օտար պատմիչներն են ասում։ Եթե Աստված բնակեցրել է մեր երկիրը, սա, եթե նայենք այս գրքի կազմին, հատուկ դիզայն այսպես ասած, նկարազարդումն այնպես է ընտրված, որ համապատասխան
պատասխանի նաև բովանդակության ու վերնագրին։ Կազմի վրա մի նկար է, որ Հայաստան աշխարհն է, երկրագրուդի վրա մեր Հայաստան աշխարհի տարածքն է, հողի վրա մեր տարածքն է, նկարված Տիեզերչուց։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի ուրեմն կապ կա, այո, երեք լճերի մեջտեղը եւ Աստծո բնակեցրած երկիրը, այսինքն մեր երկիրը, Հայաստան երկիրը եւ պատմական երկիրը, պատմական Հայաստանը, ուտիքը եւ Արցախը եւ արևելից կողմ ամբողջ Հայաստանի իրականությունը եւ ժամանակակից իրականությունը, որտեղ ապրում եւ այսպես իր Արտիվներ տալիս այդ արդարավիճ նախարարը, որը կարող է օրինակ ծավալ ցանկացած մեկին այսպես բանում։ Շնորհակալ եմ, շատ հարց է։ Կարծում եմ, որ կարելի է բովանդակությունը, որ մեր մասին է, մեր աշխարհի մասին է, հայոց աշխարհի, Հայաստանի մասին է ու Աստծո բնակեցրած երկիրն է այդ աշխարհը։ Մեր երկրում ինչպես ենք մենք ապրում։ Ունեք նմանատիպ պատմական վեպեր։ Ոչ, դա առաջին է, դա պատմական վեպ չէ, ներողություն եմ խնդրում, որ այդպիսի տպավորություն թողեք, բայց պատմական վեպ չէ, ինքը վեպ է պարզապես գեղարվեստական, որտեղ այդ կաղամկացվածու պատմությունները պատմվում են հեքիաթի պես ընդամենը, տասնամյա ողջուն պատմող հեքիաթ է։ Այո, շատ հանրամատչելի կարծում եմ եւ լավ է, որ դպրոցականները դա կարծան, որտեղ խթին պատմություններով, այսպես ակնարկներով չէ, ընդամենը տասնամյա տղային պատմող հեքիաթի պես մի բան է, իսկ ինքը իրադարձությունները ժամանակակից հայ իրականության մեջ են, ժամանակակից Հայաստանում եւ հիմնականում բնականաբար այստեղ, բնականաբար Երևանում, իհարկե կա նաև Սյունիքը, որտեղից արմատներով այդ, ինչպես եւ ես, արմատներով իմ հերոսներն են, բայց իրադարձությունների 99%-ը կատարվում է Երևան քաղաքում, որովհետեւ ինչպես գիտենք, ցավոք սրտի դա նույնպես մեր իրականությունն է, մեր գավառային տարածքներն այլևս չկան այնպիսի մարդաշատությամբ, ինչպիսին կային, ասենք թե 30-40 տարի առաջ, եւ նրանք ովքեր իլուր չէր, որ այստեղ լեզակ երկխոսություն, ասում է գնացել են, տխրում է, որ իր ընկերուհին, հա, երկրորդ դասարանի, երրորդ կամ չորրորդ դասարանի ընկերուհին գնացել է Երևան, ասում է, ոչինչ մեկը մեծանաց կգնաց Երևան եւ այսինքն այստեղ իր գավառական փոքրիկ քաղաքից է դեռևս խոսում եւ այնտեղ է մեծանում եւ դաստիարակում, իսկ հետագայում նա բնականաբար ինչպես մտավորականության 90%-ը ուրեմն գալիս է մայրաքաղաք, մենք մայրաքաղաքակենտրոն երկիր ենք այսպես եւ իրադարձությունները կատարվում են ժամանակակից Երևանում։ Լավ Մնացյալը շատ գեղեցիկ եք, շատ երիտասարդ, թարմ, հմայչ աչքերով, ժպտուն, խելացի, հա, ուզում եմ, որ այդ խելքը նաև երևա հարցերի մեջ։ Հիմնական որեր դասարանից եք, 9-րդ դասարանությունները, արդեն չմնաց 2-3 տարի եւ արդեն կյանքը ձեր կարի մեջ, հա, հուսով եմ դեպիսեք կեզնան, համեցից տղա։ Քանի տարեկան Վիկտոր Անեսյան։ Ինչ լսեցի։ Վիկտոր Անեսյան։ Վիկտոր, հրաշալի։ Դու քանի տարեկանից եք սկսել գրել։ Եթե լուրջ, շատ ուշան, շատ լուրջ գրել մասին է, եթե խոսքես, հորական եմ հարցի համար, ուրեմն, եթե ուզում եմ իմանալ, թե որ տարիքում եմ սկսել տպագրվել, ապա արդեն շատ հասուն, 32-33-ամյա այսպես գրող էի կարծես, թե, բայց դեռ մինչև այսօր դեռ ինձ լուրջ գրող չեմ համարում, բայց գրել եմ շատ ավելի, եթե ստեղծագործական շրջանը շարադրություններ գրելու, ակնարկներ գրելու համար եմ նույնպես գրող, դպրոցական տարիքում գրում էի, բայց երբ բուհը ավարտեցի, ես ավարտել եմ Բրյուսովյան պետական լեզվաբանական համալսարանը 83 թվականին, այսինքն արդեն տարիքս կարող եք հաշվել պատմաբանությամբ եւ այդ ժամանակ ես փոքրիկ նկարտումներ այսպես ցուցաբերեցի, գարուն արտադրում տպագրվելու պատմվածքներ էի արդեն գրում, այսինքն 21-22 տարեկանում արդեն շարադրությունից անցել էի փոքր պատմվածքներ գրելու, բայց լուրջ տպագրման, հայտ ներկայացնել եւ այլն, դա եղել է շատ ավելի
հասուն տարիքում 33-34 տարեկանում իսկ առաջին փոքրիկ վիպակս, որը կոչվում է Աստղակաց, ունեցել եմ 1999 թվականին, այսինքն գրեթե 38 տարեկան էի եւ կարծում եմ արձակագրի համար այդ արձակագիրը մեր պոեզիա չեմ զբաղվում, պոեզիա շատ սիրում եմ, շատ բարձր գնահատում եւ պոեզներին շատ գնահատում եմ բարձր, արժևորում եմ իրենց ստեղծած արժեքավոր իհարկե պոեզիայի մասին է խոսքը, բայց ինքս երբևէ չեմ գրել բանաստեղծություններ եւ այսպես արձակը իմ դաշտն է կարծում եմ, հիմա մի ավելի ամուր եմ քայլում այդ հորի վրա։ Հիմա պատրաստ եմ վերջին վեպը, հուսով եմ լույս կտեսնի հաջորդ ամիս, 2011 թվականին հրավիրված էի Վիեննա, այնտեղ այդպես է կոչվում անգլերեն Writer in Residence, գրող բնակիչ, այսպիսի ծրագիր կա եւ Ավստրիայի դեսպանատան հրավերքով եղա Վիեննա 2 ամիս 2011-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ սկսեցի այդ վեպը, կոչվում է դուրը թափում են, վեպը պատրաստ է ամբողջովին 272 էջ, այս վեպը 160 է, նաեւ լավալի իմաստում առաջադիմություն եթե չակերպավոր համարենք դա կա եւ հուսով եմ շուտով լույս կտեսնի եւ բոլորովին այլ գրական հնարքներով, այլ ոճով ինքս ինձնից փախնելով եւ փորձելով դա առաջընթաց համարել կամ գոնե փոփոխություն համարել իմ գրչի եւ գրելու ոճի մեջ այդ վեպը ստեղծել եմ դա կլինի իմ 6-րդ գեղարվեստական գործը բայց ընդհանրապես 13-րդ գիրքս կլինի լույս տեսած որտեղ ես ունեմ նաեւ համասարանական դասագրքեր, մենագրություններ, ինչպես նաեւ թարգմանական գրականություն ես մեծ սիրով թարգմանել եմ շատ մեծ տառապանքների միջով անցնելով ու լավ ոգների Սարթորիս վեպը, որ լույս է տեսել 2000 թվականին, 2005 թվականին լույս է տեսել Կուրտ Վոնեգուտի Կապտամորուսը վեպը, որը շատ բարձր եմ գնահատում, որովհետև հենքի մեջ հայոց ցեղասպանությունն է, Վոնեգուտը ամերիկացի ժամանակակից գրող էր, մի քանի տարի առաջ վախճանվեց եւ հպարտել, որ իր գրականությունը ես հայերեն եմ դարձրել եւ որովհետեւ նա մեր Մեծն Վիլյամ Սարոյանի կրճենկերն էր, ընդհանրապես լավ բարեկամը եւ հայերի վշտիության մասին շատ լավ տեղյակ էր եւ գեղարվեստական շատ բարձր մակարդակով գրել էր այդ վեպը Bluebeard կոչվում է անգլերեն Կապտամորուսը եւ ես 320 էջանոց վեպ է սիրով թարգմանել եմ եւ 2005 թվականին այն լույս տեսավ Իսկ հետագայում նաև իմ 2004-ին վիպակը, նոր վիպակը և պատմվածքների ժողովածուն լույս տեսավ, իսկ 2008-ին առանձին պատմվածքների և ակնարկների ժողովածու ունեմ, նոյի թվի դարդուցավ կոչվում է, 2010-ին այս վեպը լույս տեսավ, 2011-ին ունեմ երկլեզու մի պատմվածքների ժողովածու, կոչվում է 10 լավագույն պատմվածք, հայերեն և անգլերեն բարեբախտաբար պետք պատվերով տպագրված մի քիչ դժբախտաբար, որտեղ օրինակներ գրեթե չեն տալիս շատ հատուկ է օրինակներ են տալիս հեղինակին այսօր, բայց պատվերով լույս տեսնելու դեպքում, որտեղ պետությունը ինքը ֆինանսավորում է այդ հրատարակությունը, մի կողմից հրաշալի է, որ ինքը թվանավորել կտրում գամքով այդ բանից չէ ստացանում, մյուս կողմից, որ շատ քիչ օրինակներ է ունենում եւ վաճառք եւ չգիտես համոզել այդ գրքերը գրել, այնուհետեւ շատ ուրախ եմ, որ երկլեզու է այդ պատմվածքների ժողովածուն, անգլերեն եւ հայերեն հրաշալի, անգլերենով ինձ եմ այսպես խնդում համարյալ որ հրաշալի, իմ նախին 5 մնուտանողներն են արել եւ այսօրվա մեր շատ դասախոսներ Քրիստոսի համանդանի ես ինքս չեմ թարգմանել, բայց ամբողջ անգլերեն մասը խմբագրվել է Ամերիկայում եւ Կանադայում, դոկտոր Ալֆրեդ Մյուլլեր կա, նա հայուհու հետ է ամուսնացել եւ բարեբախտությունն եմ իրեն անդամ ճանաչելու, Հայաստանում նույնպես իրեն հյուրընկալել եմ Քրիստոսի համալսարանում եւ նա սիրով խմբագրել է, ինչպես նաեւ Հակոբ Հաչիկյանը, որը հայ գրող է, բայց անգլերեն գրող է եւ ապրում է Կանադայում, մի պատմություն նա է խմբագրել։ Բայց որ կարծում եմ այս մյուս վեպը, որ հերոսը կլինի գեղարվեստական գործերի շարքում, արժանի կլինի նախորդ անցած ճանապարհից, գուցե հույս ունեմ մի փոքր, որ ինքը մի քայլ առաջ է։ Տարբեր է ամենայն։ Ինչ է կարող որ դիակնագրողի ոգևորության աղբյուրը։ Չլսեցի, ներեցեք։ Ձեր ոգևորության աղբյուրը։ Օ, դուք եք, մարդիկ։ Մարդիկ, իմ ընթերցողները, իմ ուսանողները, եթե այսպիսի հանդիպումներ լինում են, եթե լինում են ինձ այսպիսի հանդիպումներ, կարծում եմ հպարտանալու վաղեր ասել, ես չեմ ծնվել Հայերան քաղաքում, բայց մեծացել եմ այստեղ, ծնվել եմ Թիֆլիսում,
Վրաստանում, բայց մի երկու երկամսական են եղել, որ մայրս բարույն առած եկել է իր ամուսնու տուն, այսինքն ուղղակի առաջնեկն է մտել այնտեղ ծնվել։ Թե չէ մանկությունս եւ պատանեկությունս անցել է Սյունիքի գիտեք Զարգեզուրի